Կոշի կա, որը շատ լավ վաճառվում է Ռուսաստանի տարածքում։ Հայաստանից ինտերնետով ԵԱՏՄ-ում վաճառվող ապրանքի ծավալն ու տեսականին կարող է կտրուկ ավելանալ։ Առևտրի օնլայն հարթակների միջոցով երկրից դուրս առաքումներ անելիս մեր բիզնեսը հիմա պարզվում է բախվում է բեռը արտահանելը հիմնավորելու խնդրին։ Տնտեսվարողներին մտահոգող փաստաթղթային այդ հարցը նաև ֆինանսական կողմ ունի, արձանագրում են օրենսդրական բացը լուծել նախաձեռնած ներդրումային խորհրդից։ Բոլորին հայտնի Wildberries, Ozon հարթակների եւ նման տիպի հարթակների միջոցով, երբ տնտեսվարողները վաճառքներ են իրականացնում, օրինակ Հայաստանից Ղազախստան է վաճառում։ Չունեին այն փաստաթղթերը, որով կհիմնավորեն, որ արտահանվել է ընդհանրապես։ Եվ հաճախ հենց այդ 20%-ը մնում էր մեր տնտեսվարողի վրա, բեռ էր առաջանում եւ մրցակցության մեջ տուժում էին։ Խնդիրը գործարարներին աջակցող վզեբի այս կառույցը ՊԵԿ-ի հետ քննարկել, ՓՄԾ խորհրդում լուծումը մշակել, նախագծին կառավարության հավանությունը ստացել ուղարկել է ազգային ժողովի հաստատման։ Առաջարկվող կարգավորմամբ այդ հարթակները կհաշվառվեն մեր ՊԵԿ-ի էլեկտրոնային բազայում ու տվյալներն իրենք կներկայացնեն։ Վարչարարական լուրջ բեռ է թեթևանալու։ Գումարած դրան, ավելացված արժեքի հարկը չվճարելու հաշվին առցանց վաճառվող արտահանված հայկական ապրանքը 20%-ով կեժանանա, ասում է IC Armenia-ի տնտեսագետը։ Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կստացվի, որ հայաստանյան արտադրողները գնային մրցակցության մեջ կշահեն մոտ 20%-ով եւ մեր ապրանքների գները կարող են իջնել, ինչը հետագայում կարող է նպաստել ավելի մեծ ծավալների վաճառքի եւ թե տնտեսվարողների համար դրական արդյունք կլինի, թե պետական բյուջեն կշահի դրանից։ Նորույթից շահողը միայն Wildberries-ի ցանցում գրանցված 2000-ից քիչ ավելի հայկական բիզնեսները չեն։ Թվային այս լուծումը տնտեսական մեծ էֆեկտ կարող է ունենալ, պնդում են բիզնեսի հետ հաշվապահական իրավաբանական թեմաներով շփվող խորհրդատվական ընկերությունից։ Նախ մերոնք չեն վախենա վաճառքի մասշտաբներ մեծացնել ու դուրս գալ շրջարկի դաշտից եւ հետո անսահման շուկա է, ինչու չօգտվել հնարավորությունից եւ ասենք հարևան Իրանից Հայաստան ներկրած ապրանքը փորձել ինտերնետով վաճառել ռուս կամ ղազախ սպառողին։ Նախագծից ակնկալիքներն է ներկայացնում Team 2B-ի ղեկավարը։ Խնդիրը շատ կարևոր է, որովհետև շատ հայկական բիզնեսներ ուզում են ել ավելի ակտիվ գործեն էլեկտրոնային հարթակներում վաճառքներ անեն, բայց վախենում են մեծանալ, անցնել հարկման ընդհանուր դաշտ, որովհետև այդ 20%-ի ռիսկը, քանի որ չկար հստակ կարգավորում, կարող էր նենց ստացվել, որ աշխատեր, հետո տարիներ հետո պարզվեր, որ քո շրջանառության 20%-ի չափով պետքա տուգանվեր։ Հիմա օրենքով այդ խնդիրը կարգավորվում է։ Օնլայն վաճառքներն օրորի հաճախորդ ու առևտրի ծավալ են խլում սովորական խանութներից։ Այս լուծումը նկատելի կպարզեցնի ԵԱՏՄ-ում առցանց առևտուր անող հայաստանյան տնտեսվարողների գործը։ Ըստ Շատվերովի, նախագիծը հստակեցնելու է նաև ապրանքի մատակարարման վայրի վերադարձի ու գործարքի փոխարժեքի հետ կապված այժմ հանդիպող տարաձայնությունները։ Marketplace-երի միջոցով Ռուսաստանի կամ ԵՏՄ երկրներում վաճառքը կատարելու դեպքում Marketplace-ի շահագործողը էլեկտրոնային առևտրի հարթակ շահագործողը հարկային տալիս է տեղեկատվություն, որ կոնկրետ օրինակ հայկական այսինչ ՍՊ-ն վաճառել է օրինակ Իվան Իվանովին այսինչ ապրանքը եւ դա համարել արտահանում։ Ամենակարևորը հիմնավորվում է, որ ապրանքները արտահանվել են եւ հնարավոր է 20% ահի փոխարեն կիրառվի 0%։ E-commerce-ի այս նախագիծն ընդունվի բուռն զարգացող էլեկտրոնային առևտրի համար IC Armenia-ում նաև ՀԴՄ կիրառման ճշգրտումներ կառաջարկեն։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։